ես երբեք չեմ հասկացել մեր ընկերությունների արհամարհական վերաբերմունքը այս մասով, որտեղ օրինակ Տանզանիայի առևտրային ցանցերում, օրինակ գինու բաժնում, արտասահմանյան գինու բաժնում ամեն երկրորդ շիշը մոլդովական է, հա, մոլդովական գինի են վաճառում, պես չէ որ մոլդովյան գիտեն ինչ է, բայց Տանզանիայում օրինակ հայկական համայնք կա, հայկական ներկայացվածությունը բավականին ուժեղ է, հայկական լոբին մեծ է։ Ու երբ որ այս նույն հայտը եկել էր մեր գինեգործներին, մերոնք ասացին ինչ Տանզանիա։ Իմ համար է տարօրինակ է, կամ Հարավային Աֆրիկա, կամ էլ որտեղից են Գանա։ Ես այն բաներն եմ ասում, որ մենք պլատֆորմով տեսնում ենք, այդտեղից հայտեր են գալիս։ Հարավային Աֆրիկայում օրինակ հայկական կոնգլոմերատ կա, որը աշխատում է Բրազիլիայի հետ արտահանման ուղղությամբ, որոնք հետաքրքրված են նաև այստեղ։ Բրազիլիայում օրինակ ավելի հեռու էլ գնամ, հա։ Բրազիլիայում առևտրային ցանցերից մեկի ամենախոշոր ցանցերից մեկի կոմերցիոն տնօրենը հայ է, որը եկել էր Հայաստան ու դիտարկում էր այդպես տարբեր պրոդուկտների արտահանում, չրեր եւ այլն։ Ինձ թվում է նաեւ ինչ-որ կոմֆորտի զոնա է մեր արտահանողների համար շատ դեպքերում ստեղծվել ու միգուցե նաեւ ինչ-որ չափով վախ այն շուկաների վերաբերել, որոնց մասով իրանք ինֆորմացիա չունեն։